Անան ընդամենը 5 տարեկան էր, երբ առաջին անգամ մտավ մարզադահլիճ։ Անցել է 14 տարի, ասում է զգացողությունը նույնն է։ Սպորտի նկատմամբ սեր առաջին օրից։ Նա արդեն Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մասնակից, ազգային հավաքականի անդամ։ Իսկ ճանապարհը սկսել է Հրանտ Շահինյանի անվան սպորտի, գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցից, որտեղ պարապմունքներն ամբողջությամբ անվճար են։ Իրականում հենց առաջին անգամ, որ մտել եմ մարմնամարզության մարզադահլիճ, միանգամից սիրահարվել եմ սպորտին ու մինչև այսօր էլ ոչ մի վայրկյան չեմ պատկերացնում իմ կյանքը առանց այս ձևի ու հենց այդ սիրելն էլ ինձ ամենաշատը պահում է եւ նպատակներս նաեւ, որ բարձր նպատակներ ունեմ սպորտի հետ կապված, որոնք պետք է աշխատեմ պարտադիր իրագործեմ։ Այսօր Հայաստանում գործում է պետական 28 մարզադպրոց, որոնց ամբողջությամբ ֆինանսավորում է պետությունը, երեխաներին տալով անվճար մարզվելու հնարավորություն։ Սա նշանակում է, որ պետությունն ամբողջովին հոգ է տանում, որպեսզի յուրաքանչյուր ոք, ովքեր չունեն սոցիալական պայմաններ կամ թերի են պայմանները, բայց դա խնդիր չլինի, որպեսզի յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր ընտանիքից աշակերտները կարողանան զբաղվել առողջ ապրելակերպով, ունենան առողջ ակտիվություն։ Մարզադպրոցներ կան ամբողջ հանրապետությունում, Երևանից մինչև հեռավոր մարզեր։ Այստեղ գործում են տարբեր ուղղություններ՝ մարմնամարզություն, մենապայքարային, թիմային, ջրային եւ նույնիսկ զմերային մարզաձևեր։ Մենք ունենք խնդիր, այո, բացահայտելու տաղանդներ, որոնք վաղ պիտի դառնան Եվրոպայի, աշխարհի օլիմպիական խաղերի չեմպիոններ, եւ մեր ներկայիս մասնագետներն էլ, մեր մարզիկներն էլ եթե ոչ բոլորը, ապա 90% հավանականությամբ բոլոր մեր մարզադպրոցներից որևէ դպրոցի սան են իրենք, այսինքն հենց սկիզբը հանդիսանում է մարզադպրոցը իրենց որպես եթե դիտարկենք ապագա չեմպիոններ Եվրոպա աշխարհ օլիմպիական, տվյալ պարագայում շատ կարևոր է նաև ընդունել հստակ փաստ, որ մարզադպրոցներն այսօր մեր սպորտի իրականության հենասյուներն են։ Պետական մարզադպրոցներում աշխատում են միայն մասնագիտական կրթություն ունեցող մարզիչներ, ինչը ըստ պատասխանատուների նպաստում է որակյալ մարզումներին։ Մեր մարզադպրոցը ՊՕԱԿ-ը ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություն, որը աշխատում է անվճար, երեխաների պարապմունքները անվճար են, ամեն մանրուքը, ամեն ինչը ապահովում է ԿԳՄՍ նախարարությունը։ Այս մարզադպրոցում մարզվում է 870 երեխա, 3 մարզաձևերում՝ սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա։ Զուգահեռ կառուցվում է գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցը։ Շինարարությունը ընթանում է, կարելի է ասել 90% ավարտված է։ Ունեն մի քիչ շեղում շինարարության հետ կապված, հույսով եմ այդ շեղումները կշտկվեն 26 թվականի առաջի եռամսյակում եւ երկրորդ եռամսյակում արդեն գոնե մարզադպրոցը կբացվի։ Պետությունը շարունակում է ընդլայնել անվճար մարզվելու հնարավորությունները, կառուցելով նոր մարզադպրոցներ տարբեր համայնքներում։ Այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Գյումրիում, Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, ավարտը նախատեսվում է 2026 թվականին։ Երևանում կառուցվում է հեծանվային սպորտի մարզադպրոցը, իսկ Դավթաշենում, Արտաշատում, Իջևանում եւ Մարտունիում ֆուտբոլային մարզադպրոցներ։ Նախատեսվում է նաեւ մի շարք նոր ծրագրերի իրականացում։ Արթուր Աբրահամի, Վախթանգ Դարչինյանի, Ռոման եւ Մալխազամոյանների անվան մարզադպրոցների կառուցում, Զովունիում մարզադահլիճի, Եղեգնաձորում, Մարտունիում եւ Արարատում տիպային մարզահամալիրների ստեղծում, Շենգավիթում բասկետբոլի ակադեմիայի հիմնում, նաեւ Աշոտսկում նոր մարզադպրոցի կառուցում։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։